Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է, կանայք և քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը և այսօր ես զրուցելու եմ պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հայրապետյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Հայրապետյան, դուք փորձագետ էիք, դասախոս, դասավանդում էիք համալսարանում, այնուհետև մտաք քաղաքականություն, հետո հրաժարական տվեցիք, այսինքն ոչ թե հրաժարական տվեցիք, այլ հրաժարվեցիք շարունակել քաղաքական գործունեությունը, թեև դժվար է ասել, փորձագիտական գործունեությունն էլ ինչ որ կերպ եւ մեծամասամբ առնչվում է քաղաքականության հետ։ Այնուամենայնիվ, ինչու մտաք, նախ ինչու մտաք քաղաքականություն 2018 թվականին։ Իրականում ոնց որ այդ նախորդող ճանապարհը էական դեր է խաղացել, այսինքն ես մասնագիտության պատմաբան եմ, պատմական գիտությունների թեկնածու, ուսանողական տարիներից երկրորդ կուրսից առաջին կուրսից սկսած, երբ ընտրում ենք մեր սպეციფიկ ուղղությունը, ես սովորել եմ Հայաստանի Հանրապետության պետական համալսարանում եմ սովորել, Երևանի պետական համալսարանում եմ սովորել եմ պատմության ֆակուլտետում, այնտեղ մենք ունենք հարակից երկրների պատմության ամբիոն, որի վարիչը լուսահոգի Հայրապետ Մարգարյանն էր, ֆանտաստիկ մասնագետ, եւ այդ ուղղությունը ընտրվեց, այսինքն գնացի այդ ամբիոն, ընտրեցի Ադրբեջանը, սովորեցի լեզու, սովորեցի ինքնուրույն, հետագայում նաեւ հենց ամբիոնի վարիչի ջանքերով բացվեց Վրաստանի, վրացերենի ու ադրբեջաներեն ուսուցում, բայց իմ ուսուցման տարիներին դա չկար։ Եվ այդ ուղղությամբ եմ գնացել, առաջարկը ստացել եմ նախ ինքս 2018 թվականի հետ իրադարձություն, որպես քաղաքացի ակտիվ մասնակցել եմ, իջել եմ հրապարական այդ ակցիաներին, երբ որ այո, մասնակցել եմ, որովհետև իրականում նախորդող շրջանում նաև տարբեր համակարգերում աշխատելուց ես տեսել եմ համակարգային լուրջ խնդիրներ, որոնք չէին արձագանքում այն մարտահրավերներին, որ Հայաստանը ուներ, եւ այդ առումով ես համարում եմ, որ Հայաստանը իրոք փոփոխությունների կարիք ունի, եւ հետո այդ առաջարկը ստացել եմ որպես մասնագետ նաեւ, այսինքն երբ առաջարկն ինձ հնչել է իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, դա հնչել է իմ հանրային գործունեության, իմ մասնագիտական ուղղվածության համար եւ ովքեր որ հետեւել են 2018, 19, 20 թվականի իմ գործունեության հանրային ելույթներին կվկայեն, որ դա գերազանցապես եղել է Ադրբեջանի թեմայով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության սպառնալիքների թեմաներով կոնկրետ առաջարկ։ Ես կարծում եմ դրա մասին խոսալու իմաստ չկա, այդ մարդիկ պաշտոնյա են հիմա, ես էթիկապես հետաքրքիր է թե կներեք Փաշինյանի թիմից ով էր ձեզ առաջարկել, միանալ Փաշինյանը ինքը անձամբ բնականաբար ինքն էլ հավանաբար նկատած կլիներ։ Ես կարծում եմ կոնկրետ անուններ տալու իմաստ չկա, որովհետև այնտեղ բազմաթիվ մարդկանց հետ մարդիկ սովորել են պատմության ֆակուլտետում, իսկ կուրսացիներ ունեմ, տենց ուզում եմ ասեմ, այդ կապերը կային էլի, այնպես չի որ կապերը այդ մարդկանց հետ չկային։ Բայց պետական համակարգում աշխատելը ձեր աշխատանքը խոչընդոտ չէր զգուշացրել ձեզ նրանց, որ չհրավիրեն, որտեղ դուք աշխատել եք հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն այդ պոակում, որը համարվում էր Միքայել Մինասյանի համակարգման ներքո գտնվող ընկերություն եւ ձեզ համար գաղտնիք չի, որ նաեւ կարծիքներ էին հնչում, որ դուք նաեւ այդ նախկին այդ պաշտոնյայի համակարգման ներքո միգուցե նաեւ որոշակի կապեր Նիկոլ Փաշինյանի հետ։ Չէ, իրականում ես շատ սպეციფიկ մշտապես իմ գործունեության մեջ ես սկսել եմ Նյուզայմում աշխատելուց, հետո աշխատել եմ ձեր նշած հիմնարկում եւ դրանից հետո աշխատել եմ Հայաստանի եվրոպացի բարեկամներ լոբիստական կառույցում, այսինքն սպეციფიկ ուղղություն եմ ունեցել Ադրբեջան ու լինելով падգամավոր ես էլի շարունակել եմ իմ սպеციფիկ ուղղությունը, ես այդ տեղից շատ ավելի վաղ էի դուրս եկել մինչեւ 2018 թվականի դեպքերի ժամանակ ես աշխատում եմ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կառույցում, որը հիմնականում կոնկրետ նպաստում էր, որպեսզի եվրոպական մեդիայում մեծապես լուսաբանվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ այդ տարիների իմ գործունեության արդյունքում ձեռք են բերել նաեւ այնպիսի կապեր, որոնց օգնությամբ նաեւ 2020 թվականի իրողություններին, այսինքն մարդիկ, որոնք իսկապես Հայաստանի բարեկամ ու ընկեր էին ու պատրաստ էին լուսաբանել այդ իրողությունները այնպես ինչպես պետք էր որ դրանք լուսաբանվեին միջազգային մամուլում, ուստի այդ գործունեությունը գերազանցապես Ադրբեջանին է միտված եղել եւ դրանից հետո էլ Ադրբեջանն, այսինքն ես այդքան առանձին ներքաղաքական ինչ որ թեմաների մեջ չեմ մտել, որ նման բաներ վերագրվեն հեղափոխությամբ։ Հետո ես հնարավորություն եմ տեսել Հայաստանի համար։ Քայլարշավներին միգուցե Քայլարշավներին չէ, երբ հանդիպում էին այդ Ֆրանսիայի հրապարակում, դեռ շատ սահմանափակ թվով մարդիկ էին, ես ինքս մի քանի անգամ իջել եմ, մասնակցել եմ ցույցերին եւ այլն,
Խայլարշավներին տենց մի քանի անգամ գնացել եմ այո որոշ տեղերում, բայց նաև աշխատանքի բերումով այդ աշխատանքն էլ էր սահմանափակում ակտիվ մասնակցությունը, բայց ընդհանուր առմամբ իմ սոցիալական գրառումներով իմ մոտեցումները ոչ մեկի համար գաղտնիք չեն եղել, ես միշտ շատ հստակ եմ արտահայտում իմ դիրքորոշումները որպես քաղաքացի, որևէ ձևով ինձ կաշկանդված չեմ համարում։ Հետո արդեն մինչև պատերազմը, երբ որ դուք դժգոհություն ունեցաք իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության կամ պատերազմի արդյունքում, ձեզ հետ պետական համակարգը, ձեր դիտարկման պետական համակարգում կառավարման այդ մեխանիզմները ոչ նորմալ էր, հա, մինչև պատերազմը։ Խոսքը մինչև պատերազմի մասին։ Որ դուք ասում եք, թե ես պետական համակարգում աշխատել եմ նախկինում մինչև հեղափոխությունը եւ որոշակի թերություններ եմ տեսնում։ Հետո այդ թերությունները շարունակվում էին, թե շուտ էր դեռևս գնահատել։ Իրականում շատ առումներով շուտ էր գնահատել, որովհետև ժամանակահատված այնքան մի տեսակ բան ստացվեց այդ կովիդի շրջանը եւ այլն, բայց մինչև պատերազմը առհասարակ նաեւ ներ ֆրակցիոն հարաբերություններն էին որոշակիորեն ուրիշ, այսինքն եթե համեմատության մեջ դնեմ, շատ մարդիկ շատ ազատ Նիկոլ Փաշինյանին արտահայտում են իրենց կարծիքը եւ կաշկանդված չէին համարում։ Այդ քծնանքի մեխանիզմը եկավ շատ ավելի ուշ, որովհետև մինչ այդ բավականին տարբեր մարդիկ էին հավաքված եւ իմիջիայլոց այդ հարցերը նաեւ մի անգամ ես էի տվել Նիկոլ Փաշինյան, որ մենք իզմերի կարիք ունենք, այսինքն ասել, որ մեզ իզմեր պետք չի, դա սխալ է, որովհետեւ մարդիկ պետք է իմանան այս կամ այն հարցում այդ քաղաքական ուժի դիրքորոշումը ինչպիսին է, սոցիալիստական է, ուրիշ ուղղություն ունի, ազատ է, լիբերալ է, որովհետեւ մարդիկ, որոնք հավաքվել էին այնտեղ, այդ 88 հոգին, շատ տարբեր հայացքների մարդիկ էին։ Եվ ես հաճախ ասում եմ, որ այդ ժամանակ ներթիմային քննարկումներում նույնիսկ ավելի շատ այդ օպոզիցիան կար իրար հանդեպ, իրար հայացքների քննադատելու հանդեպ, քան այն ժամանակվա օպոզիցիայի իշխանության հանդեպ, որովհետև վստահ եմ, որ օպոզիցիային դժվար էր քննադատել իշխանության այդ բուռն 2018-ի իրողությունից, հիմա շատ բան մոռացվել է, բայց այն ժամանակ այդ էյֆորիան ու սպասումները իսկապես մեծ են եւ հանրության մեծ մասը իսկապես մեծ ակնկալիքներ ուներ։ Ցավում եմ, որ այդ ակնկալիքները ոչ միայն չիրագործվեցին, այլև լրիվ հակառակ էֆեկտ ունեցան, բայց ընդհանուր առմամբ այդ ժամանակ սպասումները մեծ էին եւ ընդդիմության շատ դժվար էր իշխանությանը քննադատել, բայց ներսում այդ քննարկումները լինում էին տարբեր հարցերի մասին, բավականին բուռն քննարկումներ լինում էին։ Խնդիրների մասին էին հակադրվել Նիկոլ Փաշինյանին, հակադրվում էին։ Եվ ես չեմ հասկանում ինչու չպետք է դա լինի։ Որոշ դեպքերում ընդունում էր, որոշ դեպքերում չէր ընդունում, ինքը մինչև պատերազմը մի քիչ ավելի ուրիշ ձև էր իրականում, նաև այդ քննադատությունը միանշանակ իհարկե։ Դե բնականաբար պարտությունը ազատություն կունենա, բայց այդ քննարկումներու դեպքում փոփոխություն եղավ, չէր ընդունում այլևս թե ինչպես։ Դե իրականում ես նույնիսկ պատերազմից հետո, քանի որ նաև ասեմ հանրության այն մասի համար, որ չեն հասցրել դա իմանալ եւ լսել, 44 օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իմ քայլը ֆրակցիայի անդամների հետ հավաքական առումով որ վեն բոլորը քննարկեն ու ինքը ներկայացնի իրավիճակը չի եղել այդպիսի քննարկում։ Այսինքն, եթե ինքը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության, արտախորհրդարանական ընդդիմության հետ, իր ֆրակցիայի հետ հանդիպում չի եղել եւ քննարկում չի եղել որոշումների մասին, ինչ որ թեթև տրամադրություններ ստուգելու համար միգուցե ոչ Նիկոլ Փաշինյանը, բայց այլ գործիչներ հարցեր տվել են, բայց այդպիսին խորքային որ հավաքվեն ասեն Ժորժ ջան, այս վիճակն է, մենք կարող է այս տարբերակներ ունենք որոշումների, որ որոշումներում եք պատրաստ օրինակ ինձ աջակցել եւ այլ։ Չի եղել, մենք բոլորս փաստի առաջ ենք կանգնել, ճիշտ այնպես, ինչպես հանրության մի մեծ մասը, ճիշտ է, ես ինքս մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ այցելել եմ այդ ժամանակ եւ իրավիճակը տեսել եմ, որովհետև նաև անձնական բանն եմ Լեռնային Ղարաբաղի հանդեպ իմ ամբողջ գործունեությունը դրա մասն է եղել, բայց այդ քննարկումը որպես այդպեսի չի եղել։ Իսկ դրանից հետո ես եղել եմ այն պատգամավորներից մեկը, որ ուղիղ նայել եմ իր աչքերին ու ասել եմ անկախ նույնիսկ այդ որոշումների կայացման մեխանիզմից եւ այն դրա հետ կապված հարցերից պարտված ղեկավարը չի կարող Հայաստանը առաջնորդել եւ ես ցավալիորեն օրորի համոզվել եմ դրանում։ Ես շատ կուզեմ ես խալված լինեի եւ ինքը լիներ շատ ավելի ուժեղ մարդ այդ իրավիճակը հաղթահարելու, բայց ցավոք եղավ ինչ եղավ։ Իսկ պատգամավորությունից հետո դա տևեց մոտավորապես 2.5 տարի, չէ՞, ձեր դեպքում, մինչև 2019 թվականի հունվարից հաստատվեց փաստացի խորհրդարանը
եւ ես արդեն չմասնակցեցի 21 թվականի ընտրություններին, իրականում այնտեղ կար դիլեմա, ես ավելի շուտ էի մտածում հրաժարական տալու մասին, բայց երբ որոշումը կայացվեց արտահերթ ընտրությունների, որպեսզի չստացվի այդ բարդ իրավիճակում եւ մենք գերիների թեմա ունեինք, ես էլ ընդգրկված էի խորհրդարանական պատվիրակություններում եւ այն ինչ որ անելիքներ կային, այդ իրավիճակում որպեսզի չստացվի դու դուրս եկար գնացիր, որովհետեւ դա ավելի հարմարավետ էր, ես մնացի մինչեւ վերջ, բայց դրանից հետո բոլորը ովքեր այդ թիմում կան հոյակապ գիտեմ, որ ես որևէ ձևով մինչև հարցեր կան, ես որևէ պաշտոնի չեմ հավակնել, ես որևէ համագործակցության առաջարկ չեմ ընդունել, ես իմ որոշման մեջ հստակ եմ եղել եւ իմ քննադատության մեջ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիական, այո, այսինքն ոմանք մտածում են ես տես թողեցի գնացի ինձ պաշտոն չտվեցին, միգուցե, բայց դա այդպես չի եղել, ես շատ հստակ եմ իմ որոշումը կայացրել եւ Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ աչքերի մեջ նայելով ասել եմ իմ որոշման մասին առանց որևէ սեթևեթի Ետ կանգնեցնել։ Ես կարծում դրա իմաստը չտեսամ, որովհետև ես կապես շատ ուղիղ եմ դրան ասել, այն ինչ մտածում եմ։ Իսկ հիմա, որ գրեթե 5 տարի դուք ուղիղ իմաստով ըստ երևույթին քաղաքականությամբ չեք զբաղվում, բայց փորձագիտական եւ այլ քննարկումների եւ այլ նման աշխատանքների մեջ կա, դա քաղաքականություն է ձեզ ուղիղ, թե դուք արդեն զուտ մասնագիտական աշխատանքով եք զբաղվում։ Ես կարծում եմ, ես իմ քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը ցույց եմ տալիս, այլ բան, որ ես որևէ քաղաքական ուժի մեջ չկամ, այսինքն կոնկրետ ինչ-որ ընդդիմադիր խմբավորման մեջ չկամ, բայց իմ հայացքներով ես ворթեգրված քաղաքականությունը համարել եմ սխալ տարբեր փուլերում եւ ասել եմ եւ դա ուղղակի իմ կամ այսպես ասած իմ սուբյեկտիվ մոտեցման հետևանք չի, իմ հետազոտությունները, իմ ուսումնասիրությունը, դրա արդյունքում ստեղծված պատկերը ցույց է տալիս, որ այդ քաղաքականությունը սխալ է։ Տեսեք, վերջերս այդ հետախուզության ծառայությունների զեկույցներ հրապարակել, որտեղ խոսել էր այդ արևմտյան Ադրբեջան նարատիվի մասին։ Ես 2023 թվականի հունվարից կարող են մարդիկ գնալ ստուգել հունվար, փետրվար ամիսներից խոսում եմ դրա մասին ու դրա վտանգների մասին։ Իրենք դրա մասին խոսում են արդեն 26 թվականին։ Այսինքն 3 տարի անց, երբ որ ես հստակ տեսնում եմ վտանգները, ռիսկերը իմ պետության համար, ինձ համար արդեն մնացած հարցերը երկրորդական են։ Ես այդ վտանգների մասին խոսելու եմ, ահազանգելու եմ, եթե դրանք մարդիկ համարվում են նաև քաղաքական իհարկե քաղաքական, որովհետև հանրային կարծիք ես դու նաև ձևավորում, դու գիտակցում ես դրա նշանակությունը, քո ասած խոսքի, հնչեցրած խոսքի գրած վերլուծության նշանակությունը, բնականաբար այդ ազդեցություն ունեն մեր քաղաքական իհարկե։ Անդրադարձակ այդ զեկույցին, իսկ զեկույցում հնչեցված մյուս մտահոգություններին, օրինակ հիբրիդային պատերազմին, նման պատերազմներին հակադարձելու հնարավորությունների մասին, դրա մասին ինչ կարծիք ունեք, կա Հայաստանը կանգնած է նման վտանգի առջև։ Գիտեք, այդ արտահայտությունը դա որ կողմից է գալիս, այդ արտահայտությունը տեսակ ծամոնի նման է դարձել, ով ինչ լինում է, անունը դնում են հիբրիդային պատերազմ։ Եթե դու դրա նշանակությունը հասկանում ես, այո, Հայաստանը ունի այդ վտանգը եւ նույն այդ զավթողական կոնցեպտները, դրանք այդ հիբրիդային պատերազմի մի մասն են։ Մի օրինակ բերեմ, որի մասին իշխանություններից ոչ մեկ չխոսեց, որովհետեւ դա Ռուսաստանի հետ կապ չուներ։ Վերջերս ադրբեջանական կողմը հսկայական գումարներ է ծախսել, այստեղ փորձելով գտնել օրինակ իսպանական ընկերություն, որը եկել է Հայաստան, հայ տարբեր փորձագետների, քաղաքական գործիչների տարել է հարցազրույցներ, եւ այդ հարցազրույցները շատ հատվածաբար վաճառել է ադրբեջանական TV-ին։ Ադրբեջանական TV-ն դրանից սարքել է հսկայական նյութ եւ ոչ միայն պատրաստել է նյութ, այլև օրինակ X-ի էջում այդ նյութերը դրած են բոլորը գովազդի վրա եւ մասսայական տարածում է ստանում։ Դրանք հիբրիդային պատերազմի մաս են, այո, դրանք հիբրիդային պատերազմի մաս են։ Իշխանություն դրանց երբեք չի խոսում ու որևէ խոսք չի արտահայտում դրա մասին։ Մեկ այստեղ լուրջ խնդիր եմ տեսնում։ Այսինքն հատվածաբար ընտրել, որ գիտեք, այս մեկը որ Ռուսաստանից հնչեց այդ պատերազմի մասն է, բայց եթե Ադրբեջանը գիտեք ինչքան գումար են ծախսում։ Օրինակ այդ հարցը ինձ հաճախ տալիս եմ ինքս ինձ, ասում եմ, լավ, Ռուբեն Վարդանյանը ինքը գտնվում է Բաքվում, գերության մեջ, իրեն փորձում են ցմա դատապարտել ինչ հորինված հանցանքների համար։ Այդքան գումար ծախսել, գնալ այդ մարդու մասին այդ կինոն հանել, հետո դնել գովազդի վրա, որինչ։ Այսինքն ինչի է այդ ինքնար, ուրեմն խնդիր ունեն, չէ, իրանք այդ process-ների հետ։ Եթե իրենք խնդիր ունեն, ուրեմն դու պետք է կարողանաս խելացի աշխատես ու այդ ամեն ինչը փոխես դրա ընթացքը։ Նույն արևմտյան Ադրբեջան խոսույցը 0-ից հորինված, առանց որևէ պատմական հիմքի, քաղաքական, աշխարհագրական, մի հստակ զավթողական կոնցեպտ 2022 թվականի դեկտեմբեր 24 ցալի ասում Հայաստանի Հանրապետություն մեր պատմական հողն է։ Այս արտահայտությունը պետք է դառնար Ադրբեջանի գլխացավանքը։
Իսկ դու թույլ ես տալի, որ ինքը դա դարձնի թեմա, բերի ստեղծի արհեստական օրակարգեր, տարբեր եվրոպական մայրաքաղաքների մարդկանց վճարի, որ իրենք կոնֆերանսներ անեն դրա մասին։ Մի աբսուրդ իրավիճակ, երբ որ դու դա հստակ է, որ ասում է տեսնելով պետք է կարողանալ արագ ընդգծված քաղաքական տեղեկատվական քայլերով ուղղակի չեզոքացնել այդ ռիսկը։ Բայց Ադրբեջանից եկող այդ վտանգները փառատում են այն, որ մենք Ռուսաստանից էլ ունենք նման խնդիրներ։ Արդյոք դուք համաձայն չեք, որ Ռուսաստանը նույնպես հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի հետ։ Նայեք, ես ազնվորեն ասեմ։ Եվ միգուցե շատ ավելի դաժան, քան թե Ադրբեջանը։ Դե դաժանը չեմ կարող ասել, որովհետև ես Ադրբեջանի հարցով եմ մոնիթորինգ անում։ Եթե ես Ռուսաստանի հարցով, ես որևէ ռուսական հեռուստաընկերության չեմ հետևում, այդ շատ արտահայտություն, որ ես իրոք դրան չեմ հետևում։ Նախ մարդկային առումով, անկախ նրանից որ ադրբեջանագետ եք, դուք դե պաշտոնյաների հայտարարությունները, այո, բայց օրինակ այդ քարոզչական ռոպագանդիստական աղբյուրները երբեմն որ մեկ-մեկ օրինակ sense լսում եմ մի փոքր, դա ինձ շատ հիշեցնում է ադրբեջանական ռոպագանդան, այդ ոճը, ձևը, հա, այդ հարցակողական ինչ-որ վիճակը ու դա ինձ վանում է, որովհետև մարդկային առումով ես ունակ չեմ այդքան բացասական ինֆորմացիա լսել։ Այսինքն ես մարդը, որ ադրբեջանական TV-ները մոնիթորինգ անում ու մի հատ էլ գնալ այդ ամբողջ բանը ռուսական, թեկուզ օրինակ դա կողված կլինի ոչ միայն Հայաստանից, այլ Ուկրաինայի հետ կապված այլ հարցեր, դա չափազանց շատ է ինֆորմացիոն առումով ու ծանր է, այսինքն ես այդ վերլուծությունը չեմ անում։ Ես կարծում եմ ռիսկեր իհարկե կան, ոչ միայն Ռուսաստանից, եվրոպական երկրներում էլ երբեմն հայտնում են ինչ-որ նյութեր, աղբյուրներ, որոնք կարող են լինել, չասեմ հիբրիդային, բայց այդ տեղեկատվական բաների մաս, իհարկե կարող են լինել։ Նույն Միացյալ Նահանգներում Ադրբեջանի ֆինանսավորում գրքեր են տպվում վտանգավոր նարատիվներով։ Պետք է այդ ամբողջը հավաքագրես ու համատարած, այսինքն համակարգային պայքարը չես կարող ասել, այս սա Ռուսաստանից է գալիս, սպասի արձագանք եմ, բայց սա Ադրբեջանից է գալի, արի չարձագանք եմ, կամ դու ընդունում ես այդ խնդրի առկայությունը ու սկսում ես համակարգային պայքարել ու դա չեզոքացնել, կամ դառնում է քաղաքական շահարկման։ Չեք կարծում, որ արձագանքելը կարող է վտանգել ամեն դեպքում այդ սխալության գործընթացին եւ որ միգուցե եւ ներքին կարգով իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Մանավանդ որ օգոստոսի 8-ից ստորագրումներից հետո, փաստաթղթերի ստորագրումներից հետո Ադրբեջանի ագրեսիվ ռետորաբանությունը նվազել է ինչ որտեղ։ Ճիշտ է, նրանք կրկնում են իրենց նախկին պահանջները կամ նարատիվները, բայց դրանք շատ ավելի հազվադեպ, շատ ավելի մեղ եւ նախկին հռետորաբանությունը չկա։ Տեսեք, հենց նույն այդ զեկույցում, որը պետական կառույց է, գրված էր, որ օգոստոսի 8-ից հետո այդ արևմտյան Ադրբեջան խոսույթը ավելի մեծ մասշտաբներ է ստացել, որի մասին ես խոսում եմ եւ որի պատճառով ես թիրախավորման եմ ենթարկվել հենց իշխանական քարոզչական աղբյուրների կողմից, բայց ես իմ ցանկությունը չի, ես ամենաշատը կուզեմ, որ այդ խոսույթը վերանա, որովհետև դա ոչ միայն սպառնալիք է իմ, այլ մեզանից 5-10 տարի հետո եկող սերունդների համար։ Լեռնային 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մի օրում չի եկել։ Դրա հետևում ընկած է տասնամյակների աշխատանք ոչ միայն զինվելու, այլ նաև հենց մարդկանց ուղեղների վրա ազդելու։ Առհասարակ բոլոր խնդիրները, պատերազմներ, ցեղասպանություններ, խնդիրների սկիզբը դա խոսումն է, պատումն է, այսինքն խոսույթն է, նարատիվը։ Հիմա ես ասում եմ Ժորժը երկար ժամանակ Ադրբեջանը պատրաստվել էր եւ միանշանակ, իհարկե, ավելի հարմար միանշանակ հզորացման տեսեք, երբ որ հասկացավ արդեն ավելի հզոր է եւ կարող է վարվելը բավականին խախտված է, այո, եւ նաեւ կարողացավ միջազգային տարբեր խաղացողների հետ առնվազն որոշակի չեզոքություն ապահովել, որովհետեւ սովորաբար տենց այդ կարգի լայնամասշտաբ պատերազմներում որոշակի կոնսենսուս հասնում են, բայց դա մինչեւ այս վերջին համաշխարհային փոփոխություններն հիմա աշխարհը ավելի դինամիկ ու վտանգավոր ուղղություններով է զարգանում եւ եթե մարդիկ հետեւում են նույն Դավոսում կամ միջազգային այդ քաղաքագիտական ու փիլիսոփայական մտքին, երկու հիմնական ուղղություն կա, մեկը ասում է միֆոլոգիան, այսինքն ամենաանհեթեթ, ամենավտանգավոր խոսույթներն ու պատումները այսօր կարող են դառնալ առնվազն քննարկման առարկա։ Մի բան, որ թվում է լավ է, ինչ ենք մենք առհասարակ քննարկում, սա զուրկ է հիմքից եւ տրամաբանությունից եւ փաստական որևէ, այսպես ասած, սկզբից, բայց չէ, մենք դա քննարկում։ Երկրորդը զինվածությունը, պատրաստվածությունը, բոլորը զինվում եւ պատրաստվում են։ Այսինքն երբ դուք ասում եք կվտանգեն խաղաղության գործընթաց, ուրեմն դա խաղաղության գործընթաց չէ, դա որոշակի իմիտացիա է, որը կարող է վտանգվել ցանկացած հնարավոր փռշտոցի պարագայում։ Դա խաղաղության գործընթաց չի։ Դա ասենց վախվխորած ինչ-որ իրավիճակ է, երբ դուք ես դրել ես Ադրբեջանի կամքից կախվածության մեջ ու ասում ես իբր խաղաղություն ես կառուցում ներքաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու համար։ Իսկ խաղաղության պարագայում դու պետք է ասեիր, այս բեմն գնում խաղաղության, ինչ ես գնում 5-րդ դասարանի աշակերտի դասագրքում գրում, որ Հայաստանը իր պատմական հողն է։
Բացատրեն ինձ ինչի։ Կամ որտեղ այդ երբևէ պատմության մեջ դա բան եղել, որ այս տարածքը կոչվի Արամեծյան Ադրբեջան։ Մի պատմական որևէ փաստ բեր անտիկ ժամանակներից։ Այսինքն դու ստեղծում ես զրոյից կոնցեպտ, դու դա մտցնում ես հանրակրթական դպրոցներ, դու սերունդ ես կրթում այդ միտքով ու ստեղ գալիս ինձ համոզում ես, որ խաղաղություն, ընդ որում այդ հետազոտությունը դասագրքերի ես արել եմ մենակ։ Այսինքն դրա վրա պետք է նստել պետական ինստիտուտ մի հատ ուսումնասիրել, թե ադրբեջանցի երեխաները 20 թվականից հետո ինչ են սովորում։ Լավ, 20 թվականը համարենք բան, անցավ պատմությունը կամ 23։ Ինչ են սովորում այդ երեխեքը այսօր։ Հիմա նույնպես Ադրբեջանում հասարակական տրամադրությունները, դուք հետազոտում եք, ներկայացրեք ինչպիսին են, խաղաղության են գնում երկու երկրները եւ հասարակական տրամադրությունները ինչպիսին են։ Հայաստանը կարծեք թե թվում է, որ պատրաստ է դրան նաեւ հանրության մակարդակով։ Ադրբեջանում ինչպիսին են տրամադրությունները։ Տեսեք, եթե իրականում Ադրբեջան պետությունը, Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացներ գնալու խաղաղության, ապա երբեք ադրբեջանական բանտերը չէին լցվի այն ադրբեջանցիները, որոնք խոսել են հայերի օգտին բարիդրացիության համար։ Խաղաղության խոսույթը որպես այդպեսին արգելված է։ Խաղաղության մասին կարող է խոսել Իլհամ Ալիևը այնպես, ինչպես ինքը ուզում է դրա մասին խոսել։ Իսկ հանրային առումով դա արգելված խոսույթ է, այսինքն բայց Ադրբեջանը Ալիևը հայտարարում է նաև որոշ պաշտոնյաներ նույնպես, ես բառացի չասեմ, բայց միտքը այսպեսին է, որ պատերազմն այլևս հետևում է, մենք այլևս չենք տառապելու եւ պատերազմնելու, որ արդեն խաղաղությունը, տեսեք, վերջին հայտարարություններից մեկն էլ Ալիևի այն է, որ Ադրբեջանով Հայաստանը Վրաստանի միջոցով է ինչ որ բեռներ ստանում, բայց սա հետևում չէ եւ շատ մոտ այն իրավիճակը, երբ անմիջապես Ադրբեջանից կստանա Վրաստանում նույնպես այդ մասին այդ պատճառով անհանգստանում են, որ միգուցե իրենց տարանցիկ հնարավորությունները Հայաստանի պատճառով, Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պատճառով վտանգվի եւ իրենց պետությունը քանդվի, Սաակաշվիլին այդպես գույժում, նաեւ նման հայտարարություններ էլ կան իլուր աշխարհի։ Իրականում կան որոշակի հայտարարություններ եւ կան իրական գործողություններ։ Այսինքն, եթե Ադրբեջանը որպես պետություն երկարաժամկետ առումով գնում է Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության ճանապարհով եւ հայ հանրության հետ խաղաղության ճանապարհով, ապա բացատրեք ինձ, վերացարկվենք հայ լինելուց, բացատրեք ինձ, ինչու այդ պետության մեջ 5-րդ դասարանում դասագրքերից սկսած գրված, որ Հայաստանը իրենց պատմական հողն է։ Որն է դրա տրամաբանությունը։ Գնում ես խաղաղության, գնում ես խաղաղության։ Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին անգամ, ես խոսում եմ բուն Հայաստանի Հանրապետության տարածքի մասին։ Եվ ես դրա մասին բազմաթիվ հետազոտություններ եմ արել, հրապարակել եմ դրանք եւ անգլերենով եւ հայերենով, որովհետեւ սա ահազանգ է։ Այսինքն, մոտավորապես գիտեք, մեկ-մեկ այդ զգացողությունը գալիս է, կարծես դու բժիշկ լինես կամ ինչ-որ ձևով ասենց հետևես ու տեսնես, որ ստեղ խնդիր կա։ Ու երբ որ այդ խնդիրը փոքր է, ահազանգ է, ասես եկեք, ես դեղորայքը խմենք, գնանք, ես խնդիրը լուծենք։ Մարդը ասի, չէ, թող ես, խնդրեմ չկա, Աստված ինձ կբուժի, օրինակ։ Ու դու գնա, հասնի ընդհանուր միջավ իրահատական միջամտության։ Հիմա մենք այսօր ձևացնենք, որ ամեն ինչ նորմալ է, հետո մեր սերունդներին համար ստեղծենք իրավիճակ 5-10 տարի հետո, որտեղ Ադրբեջանի սերունդը մտածում որ սա իր հողն է։ Ինչ պատասխան եք տալու մենք այդ սերունդներին, չի կարելի այդքան կարճաժամկետ մտածել, եթե սերունդների համար չի արդյոք այս մեծ նախագծերը թրիպից հետո նաև շարունակական դեպի արևել կամ դեպի արևմուտք գնացող այդ ճանապարհները, արդեն որոշակի առևտուրը դեռևս մեր մոտից գնում է, բայց դա ունի հեռանկար, որ կարող է իսկապես առևտուր դրանք Ամերիկայի ներկայությունը ինչ որտեղ այդ թրիպով այստեղ արդյոք դա արդեն սերունդների համար չի, որ կասեցվի այդ հնարավոր վտանգները։ Ամերիկայի ներկայությունը Ամերիկայի միջնորդությունը ես ինքս ողջունել եմ, այդ տարբերություն շատ հանդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, որովհետև երբ գիտես ինչ իրավիճակ կարող է լինել առանց դրա, այդ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով ստեղծված շատ վտանգավոր վատթարագույն իրավիճակում դա փաստացի լավագույն լուծումն էր։ Եթե մենք հաշվի առնենք, որ 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին ես ուզում եմ հիշեցնել այն բանից հետո, երբ Հայաստան հայկական կողմը ամբողջությամբ ընդունեց Ադրբեջանի պայմանները խաղաղության պայմանագրի հետ կապված վերջին երկու դրույթները, Ադրբեջանը սկսեց ոչ, մինչև նախաստորագրվել, Ադրբեջանը սկսեց տեղեկատվական հսկայական պայքար գուժելով պատերազմի մասին եւ այդ վտանգը իրական էր։ Դա վտանգը հորինովի չէր ու ոչ մեկ հարց չտվեց, լավ եթե գնացել համաձայնվել եք բոլոր կետերին ու ասում եք ստորագրենք, ինչի չստորագրեցիք։ Կամ մյուսը հենց այդ խաղաղության պայմանագրով հիշեցի, եթե Ադրբեջանը ուզում է խաղաղություն, ինչի չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Ինչի է process-ը ձգձգվում։
Ինչպես վերջերս ուղղակի չեմ կարող անուն տալ անոնիմի բարձրաստիճան դիվանագետ Արամյանը ասել դե իրենց հնարավորությունները բաց են թողում, այսինքն իրենք բաց են հնարավորությունների առաջ ստեղծելով նման խոսույթներ վտանգավոր Հայաստանի Հանրապետության հետ կապված, այո, իրենք ստեղծում են ապակա վտանգավոր ռիսկեր։ Թրիփը ինքնին, այո, լավ ընդհանուր առմամբ այս իրավիճակում դրական նախագիծ է, նույնիսկ տոկոսային բաների մեջ չեմ մտնում, բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, թրիփի հետ կապված Հայաստանն ու Ադրբեջանը ունեն բոլորովին տարբեր պատկերացումներ։ Այսինքն մենք ասում ենք մի բան, ու մենք հասկանում ենք իրարից շատ տարբեր բաներ։ Օրինակ Ադրբեջանը հասկանում է առաջնահերթ ճանապարհ։ Դա Ադրբեջանի խոսույթում երևում է հայկական կողմը եւ միջազգային կողմը նաեւ հասկանում է երկաթգիծ առաջնահերթ։ Դրանք տարբեր բաներ են։ Ու այդ իրավիճակը համաշխարհային այնքան արագ է փոխվում։ Մենք արթնանում ենք մի օր, քնում ենք մեկ այլ լրահոսով, արթնանում ենք բոլորովին այդ փոփոխությամբ։ Այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել եւ մինչեւ թրիփը եւ այս ստորագրումները նախորդ տարիներին էլ որ բաց են մեր ճանապարհները, մեր ճանապարհը չկա, այսինքն Ադրբեջանը այն ճանապարհը որը դուք հիշեք մի քանի անցակետեր նշել, որտեղով ուզում են թող գան գնան, չէ։ Դա ուրիշ պատմություն է, Ադրբեջանը ասածը ուրիշ պատմություն է։ Ինչ տարբերություն։ Դե այդ արդեն ադրբեջանցի գործիչներին պետք է հարցնեք։ Ուզում եմ ասեմ, իրանց պատկերացումներն ու մեր պատկերացումները այդ առումներով տարբերվում են իրարից։ Կամ եթե գնում ենք խաղաղության, ինչ ասել է այդ արտահայտությունը, մենք չպետք է հայ սահմանապահի երես տեսնենք։ Ինչի՞ բարեկամություն ենք անում, արևանություն ենք անում, մեր երեսը չեք ուզում տեսնեք։ Կամ իմ համար մեկ այլ վտանգավոր, իրապես sense մարդկային առումով ասում եմ, լավ, այդ Գուրգեն Մարկարյանի դեպքից 20 տարուց ավել ժամանակ է անցել։ Ու այդքանից հետո դուք նորից Ռամիլ Սաֆարովին որ պարգևատրում ես տալիս, դա ինչ ազդակ է հայ հանրությանը։ Դրանից հետո ինչ ուզում ես խոսա։ Լավ, վերադառնալով ձեզ, Տիկին Հայրապետյան, դուք հիմա չի կարելի ասել քաղաքականությունից դուրս եք ըստ երևույթին։ Միայն փորձագիտական աշխատանքով եք զբաղվում։ Դուք աշխատում եք ինչ որտեղ դուք գրանցված աշխատող եք աշխատել եւ իհարկե, ես մասնագիտություն ունեմ, աշխատանք ունեմ, տարբեր տեղեր, դա պետական կառույց չի։ Չէ, պետական կառույցներ չէ։ Ինչ որ վերլուծական կենտրոն գաղտնիք է դա բացահայտելու համար։ Ես համագործակցություն ունեմ տարբեր կազմակերպությունների հետ, որոնց Ադրբեջանից եկող ռիսկերը որոնց համար կարևոր են, այսպես ձևակերպեմ։ Շատ լավ։ Իսկ հիմա որ նախընտրական շրջան է, դուք հավանաբար կունենաք առաջարկներ նորից քաղաքականության մեջ ընդգրկվելու, ակտիվ ինչ որ ցուցակում կամ ինչ որ կուսակցությամբ ազգային ժողով գնալու, այդ առումով ինչ քննարկումներ ունեք։ Այս պահին ես որևէ որոշում չունեմ նախընտրական արշավների մեջ մտնելու, անկեղծ ասած ցանկություններ չունեմ։ Ես որևէ սցենար չեմ բացառում, եթե ես մտածեմ, որ իմ ներգրավվածությունը կարող է նպաստել իշխանության հեռացմանը, ես կարող եմ վերանայել որոշ որոշումներ, բայց այս պահի դրությամբ ես նման ցանկություն իրապես չունեմ նախընտրական արշավների ու կուսակցությունների մեջ մտնելու։ Բայց իմ մասնագիտությունն ու գիտելիքը այնպիսին է, որ ինքը բացառապես կարող է ծառայեցվել Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն առաջնահերթ Հայաստանի Հանրապետությունն ու ինչ տեղ էլ ես լինեմ, այդ գիտելիքը դրան է ծառայեցվելու, ինչ իրավիճակ էլ ստեղծվի։ Այո, ասում եք ցանկություն չունեք, բայց առաջարկություն ունեցել եք։ Առաջարկություններ եղել են, իհարկե։ Ընդդիմադիր հատվածից։ Այո, իհարկե։ Դիտարկում եք թե մերժել եք։ Այս պահի դրությամբ որևէ որոշում չեմ կայացրել, որևէ առաջարկի հետ կապված։ Դա նշանակում է, որ քննարկվում է հարցը։ Ես չեմ բացառում, բայց անկեղծ ասեմ մարդկային առումով ես ցանկություն չունեմ, այսինքն եթե մնա խիստ անձնական իմ ցանկությանը, իհարկե այդ նախընտրական թողոբոհի մեջ մտնելու ցանկություն ես չունեմ։ Ձեզ միգուցե կազատեն այդ թողոբոհից ինչ որ մի ցուցակում, ինչ որ մի լավ հորիզոնական։ Դա ինչ որ պատահական լինելու մասնագիտական, ինչու պատահական։ Չէ, այդ պահով դեռևս իսկապես որոշում չունեմ։ Իսկ եթե այնուամենայնիվ որոշեք գաք այն մտքին, որ նորից քաղաքականություն կմտնեք եւ նորից падգամավոր կամ այլ պաշտոն կզբաղեցնեք, ընդդիմադիր թևի որ կողմի հետ դուք կհամագործակցեք, կան այնպիսի կարմիր գծեր, որոնք թույլ չեն տա, որ ձեզ այս կամ այն ընդդիմադիր ուժերի հետ կհամագործակցեք, որոնք են այն շրջանակները, որոնց հետ դուք կհամագործակցեք։ Իհարկե կան, որոնց հետ ես հաստատ չեմ համագործակցի։ Որոնք են դրանք կամ Օրինակ ներկայիս խորհրդարանական ընդդիմության հետ ես երբեք չեմ համագործակցի։ Նկատի ունեք նախկին նախագահների միանշանակ, այո, որովհետև դե ամեն մեկը, չգիտեմ, անկախ ամեն ինչից ես համագործակցության չեմ գնա։ Ես ինձ համար շատ կարևոր է այդ ուժի նաև ժողովրդավարական արժեքներ կրելը, որոշակի հայացքների հարցում հստակ լինելը, որոշակի արժեքային
դաշտ ունենալ, այսինքն տենց այդ առումով իհարկե շատ ավելի, այսպես ասած, բան եմ ընտրողաբար եմ մոտենում այդ բաներով, բայց ընդհանուր առմամբ ուրախություն ինձ ընդդիմադիր դաշտում կան, հայտնվում են գործիչներ, որոնք կարծում եմ համառ ու խելացի աշխատանքի դեպքում, եթե հաջող են, դա Հայաստանի Հանրապետության համար նպաստավոր կլինի։ Մարդիկ, որոնք ես ասեմ, նոր կառույցներ են, նոր հայտեր են, հա, վերջին մի քանի տարիների համեմատություն 2021-ի փոխդասավորության, այդ փոխդասավորությունը 2026-ին չի լինելու, վստահորեն չի լինելու եւ դա ուրախալի է։ Չէ, քաղաքական դաշտում մրցակցության առումով էլ չի լինելու նախկինները, ներկաները։ Իսկ ինչու՞ կան նախկինները, որովհետեւ չեն գնացել եւ նրանք շարունակելու են իրենց պայքարը, ըստ երևույթին լինելու են հիմնական պայքարողներից մեկը, ընդդիմության հիմնական ներկայացուցիչներից մեկը։ Գիտեք, եթե պայքարում ես նորից Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը աշխատելու համար, մի տեսակ անիմաստ է, արդեն դու էլ պիտի հասկանաս, որ այդ պայքարով ընդհանրապես կոպիտ ասած բոքսի տանձիկ ես դառնում, կապ չունի, մի կողմ եմ դնում քո նպատակները։ Դրա համար դու պետք է հասկանաս քո ռեսուրսի օգուտ ինչի ես դնում։ Եթե նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, պետք է կարողանաս խելացի աշխատել, ոչ թե նպաստել նրան, որ ինքը կա նորից ամբիոնի մոտ կանգնի ասի, այ նախկինները 20 տարի առաջվա թալանչիները, պետք է այդ խոսույթից ձերբազատվել։ Քննարկում պիտի բովանդակային լինի, հասկանում եք, որակի կարիք կա քաղաքական դաշտում։ Անընդհատ անձնական թիրախավորումը, անբովանդակ թիրախավորումը։ Ես օրինակ միշտ ասում եմ նաև իմ սոցիալական էջերում, ասում եմ, կարող եք գրել ցանկացած կարծիք, լինել Նիկոլ Փաշինյանի աջակից, ես խնդիր չունեմ, գրեք ձեր կարծիքը, բայց անձնական թիրախավորումներից ու վիրավորանքներից դուրս եկեք, բովանդակային կարծիք գրեք, բանավիճանք խոսենք, չեք ընդունեք, գնաք դուք ձեր ճանապարհով, ես իմ, բայց չի կարա քննարկումը լինի այդքան անորակ։ Մենք որակյալ քննարկումների կարիք ունենք, իսկ քաղաքականությունը հետաքրքիր բան է այդ առումով։ Ազգային ժողովում, ազգային ժողովից դուրս հանրային դաշտում որակյալ քննարկման կարիք կա, օրինակ այդ հարցի պատասխանը ոչ մեկ չի ուզում տալ։ Լավ, եթե Ռուսաստանը շատ ժողովրդական լեզվով ասած գցեց մեզ այս ընթացքում, որպես դաշնակից եւ այլն ու հիմա շատ զբաղված է։ Ունենք այս իրավիճակը, այս իրավիճակում մենք օրինակ կարող ենք հասնել ռուս-ամերիկյան որոշակի կոնսենսուսի այս տարածաշրջանում մեր երկրի հետ կապված եւ մաքսիմալ օգտվել ամերիկյան աջակցությունից 5 տարի հետո այլ պետություն ունենալու համար։ Քննարկումները պետք է լինեն որակյալ եւ չի կարող այդքան պրիմիտիվ բան, այդ ռուսի շպիոնես, եթե քննադատում ես իշխանությանը, բան, չէ, որ մարդիկ կապ չունեն Ռուսաստանի հետ, մարդիկ որոշակի արժեքների կրող են։ Չէ, կարծում որ այդ կոպիտ ասած ռուսի շպիոն լինելը դա բոլորովին էլ անհիմն չի ասվում եւ ռուսական ազդեցություն, ասենք, մեր քաղաքական, հատկապես ընդդիմադիր քաղաքական դաշտի վրա բավականին մեծ է եւ իզուր չեն հրապարակումները Ռուսաստանից եկող, որ այդ երկիրը չպետք է կորցնի Հայաստան, այստեղ իրենք կենսական շահեր ունեն եւ ամեն ինչ պետք է լինեն անեն, որ նորից այն մնա կամ վերադառնա իր շահերի իր ազդեցությունների գոտին։ Ես մի քանի անգամ էլ եմ ասել, 2021 թվականին Ռուսաստանը ակնհայտ աջակցել է Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։ Պուտինը անձնապես այնպես է խոսացել, որ Նիկոլ Փաշինյանին դավաճան մի երկու հայտարարություն արել է։ Չէ, մի երկու հայտարարություն չի, ամենաբարձր մակարդակով ռուսական ազդեցության դեմ գտնվող, որը դաժան պայքար էր մղում Նիկոլ Փաշինյանի դեմ, սկսած նաև պետական ուժային կառույցներում որոշակի ամբողջությունների, որի դեպքում այն ժամանակ կային ու մինչև հիմա այլ հայտարարություններ, որ դա տեղի ունեցել է ռուսական համակարգմամբ։ Օրինակ ես կարող եմ ասել, որ իհարկե չէր ասի Պուտինը, որ չէ, Նիկոլա Դավաճյանն էր կամ Նիկոլ Փաշինյանը։ Չէ, կարող հասարակ ոչինչ չասեր, բայց աջակցությունը նախադասությունը դա աջակցությունը ակնհայտ է եղել ռուսական կողմին, որտեղ իրենց հարմար էր Փաշինյանի մնալ իշխանության, բայց առհասարակ եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, եթե ինչ-որ մեկ այլ երկրի կողմից հավաքագրված գործակալ է, ցանկացած երկիր, Միացյալ Նահանգներ եւ թող գնան այդ մարդու հետևից։ Հայաստանում ես չեմ ուզում գործակալները լինեն ընդդիմադիր կամ իշխանական դաշտում։ Իսկ եթե այդ տեսանկյունից նայենք, օրինակ նույն Իլհամ Ալիևի ելույթները բառացի կրկնել է շատ հաճախ Նիկոլ Փաշինյանը։ Կարող եմ դրանից հետևություն անել, որ ինքը համագործակցության մեջ է Իլհամ Ալիևի ուժի հետ, օրինակ կամ Իլհամ Ալիևի հետ հակադարձում այդ, որովհետև դա ինձ համար ամենակարևոր բանն է, այսինքն իմ պետության անկախության հռչակագիրը կարող է փոխվել, իմ պետության անկախության հռչակագիրը կարող է փոխվել իմ հակառակորդ պետության կամքով, որը այսօր իմ երկիրը անվանում է իր տարածքը, իմ համար դա առաջնահերթություններից մեկն է, իմ ուղղակի սպառնալիքը գալիս է Ադրբեջանից։ Ռուսաստանից եկող խնդիրները կան, այո, բայց դրանք ոչ միայն Ռուսաստանից են, տարբեր այլ երկրներից էլ խնդիրներ կան, որոնք հարմար չի խոսել, ուղղակի այդ որ թրենդային է այդ պահը, իրանք մտել են այդ գծի մեջ, բայց ես կարծում եմ իրանք Ռուսաստանի աջակցությունը այնպես չի որ չունեն։ Վերադառնալով նորից ձեզ եւ ձեր քաղաքական հնարավոր գործունեության ապագայում,
ամեն դեպքում նախկիներին դուք մերժում եք, բայց նախկիների հետ կապ որոշ ուժեր, որոնք նոր են ձևավորվում, ինչ որ կերպ կապ ունեն նախկիների հետ, դա նույնպես կարող է ձեզ համար կարմիր գիծ լինել։ Օրինակ Արման Թաթոյանի դեպքում ասում են, որ նա ոչ միայն մարդու իրավունքների պաշտպան է եղել ՀԿ-ի կողմից առաջադրված եւ ընտրված լինելու պայմաններում, այլ նաեւ նա եղել է այդ ժամանակ արդարադատության փոխնախարար հանրապետական իշխանությունների ժամանակ եւ նման այլ գործիչներ կան։ Դուք օրինակ Արման Թաթոյանին հրավեր կընդունեք եւ կմիանաք իրենց։ Ես ասեմ, որ ես շատ հարգում եմ Արման Թաթոյանին որպես մասնագետ, ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է Արման Թաթոյանը։ Ես երբ պատգամավոր էինք ՀՄԻՊ, աշխատել ենք տարբեր թեմաներով Ադրբեջանի հետ կապված, իրապես ես այդ մարդու մասնագիտական որակները ու մարդկային որակները չեմ կարող չգնահատել, անկախ քաղաքական որևէ համագործակցության արկայությունից կամ բացակայությունից։ Նույնը օրինակ Նինա Կարապետյանցը։ Ես այդ կնոջը չհարգել չեմ կարող։ Ինքը այն բացառիկ համառ մարդկանցից էր, որ լինելով որոշակի հայացքների ու համոզմունքների կրող, ինքը այսօր մտել է քաղաքականության մեջ ու այդ հայացքները շարունակում առաջ տանել։ Ինքը չինտեգրվեց, գումարներ չվերցրեց իշխանությունից, չդարձավ իշխանության ծառայող այդ քաղաքացիական հանրություն չարժևորեմ դա, ինչպես չարժևորեմ, երբ որ ես ինքս ապրում ու աշխատում եմ որպես սկզբունքային մարդ, ինչպես ես կարող եմ չարժևորել սկզբունքայինությունը այլ մարդկանց պարագայում։ Դա չես կարող չանել։ Իսկ Էդուարդ Մանուկյան ապրելու երկու կուսակցությունը կա, որը ես անկեղծ ասեմ, 2021 թվականը ինձ համար դա, որ ասում եմ, ասենց հստակ գիծ է։ 21 թվականից հետո իշխանության հետ համագործակցության գնալը ես չեմ հասկանում։ Բոլորի մասով եմ այդ ասում։ Գնալ 21 թվականից հետո իշխանության հետ համագործակցության ու ձևացնել, որ ամեն ինչ նորմալ է, երբ ես ինչ եմ ասում, եք բնականաբար ակնարկում, որը բոլոր նրանց, որոնք, այո, այսինքն, եթե մարդը չես կարող գնալ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության 21 թվականից հետո, որովհետև ես եղել եմ այդ թիմում, ես տեսել եմ ներքին քննարկումները եւ եթե ես ինձ բանի տեղ դրած ավանակի տեղ դրած շարունակեի այդ քաղաքական, ասեմ, բայց ես չգիտեի, բայց ես չէի հասկանում քննարկումներ, որոնք բերելու էին Արցախից վերջնական հրաժարմանը ու հետո գնալ մուրճը ձեռքին ասել, ինչ ասում էին, որ մենք անջատում հանրապետություն, ակնհայտ էր դա բոլոր առումներով, որ իրենք չեն գնալու Արցախի հետ կապված հետագա պայքարի որոշակի դիվանագիտական ճանապարհներով։ Ես հոյակ։ Միգուցե դա անիմաստել էր, որովհետև ի վերջո աշխարհը չէր ընդունում դա, չէ։ Անիմաստը ո՞րն է։ Ինչ է նշանակում անիմաստ։ Դու գնում ես, կայացնում ես որոշումներ, որոնք բերում են բազմաթիվ զոհերի։ Ունեմ այն, որ դու աշխարհի կողմից, ինչպես որ դուք ձեր խոսքում ասացիք, որ Ադրբեջանը ունեցավ կոնսենսուս ողջ աշխարհից, այնպես էլ այդ աշխարհից ինքը կոնսենսուս չունեցավ։ Կարևոր դերակատարներից, նույն այդ դերակատարների դեպքում միգուցե եւ ընդունում էին, չէ, որ ամբողջ աշխարհն էլի վերջը ընդունում, թեկուզ եւ այդպես ասենք մեծ մասը պետությունների եւ Հայաստանով ու այս տարածաշրջանով հետաքրքրվող կենտրոնների ընդունում են, որ Ադրբեջանի մաս է կազմում Լեռնային Ղարաբաղը, որքան էլ որ այն մեզ համար ցավալի է, որքան որ մենք մեր լավագույն սերունդները տվեցինք դրա համար պայքարում, ամեն դեպքում կարծեք թե անզոր էինք մենք։ Ես այդպես չեմ կարծում։ Այդպես չէ կարծում։ Բնականաբար ոչ, իհարկե ոչ, որովհետև առանց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր։ Մեր տարածքները այսօր օկուպացված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերից հետո, որովհետև իրենք չէին հասնելու այդ տարածքներ, եթե չլիներ Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողության սահմանումը։ Չէ, այդպես չեմ կարծում, իհարկե չեմ կարծում։ Ես կարծում ամբողջը որոշումների մեջ է կայանում։ Ամբողջը որոշումների կայացման, որովհետև որոշումների կայացման գործընթացներում ենք թերացել։ Իհարկե այդ առումով մենակ չես կարող ասել Նիկոլ Փաշինյանը եւ վերջ։ Չէ, բայց այդ ամբողջ պատմությունը ես ինչ եմ ասում, մենք սերունդների համար, մենք սերունդների համար։ Բնականաբար, եթե իրենք ամեն ինչ ճիշտ անեն, Նիկոլ 2018 թիվը առհասարակ չէր լինի։ Իհարկե չէր լինի։ Այդ ամբողջը պատճառահետևանքային կապ ունի։ Ես ինչի եմ այսօր ասում, որ մենք պետք է այս ռիսկերը տեսնենք ու չեզոքացնենք, որ 10 տարի հետո այդ մարդիկ եկող սերունդը, այն երեխեքը, որոնք այսօր քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն գնալու քվեարկելու, մենք իրենց փոխարինել ենք որոշում։
Մենք ասես նայում, ասում ենք լավ, երեխեք խաղում են իրանց համարյանք, ոչինչից չեն հասկանում, բայց այսօր մեր սխալ որոշումները ազդելու են իրենց վաղվա ճակատագրի վրա։ Ոնց որ եղել է մեր նախորդ ծերունդների պարագայում։ Ու դու այդ հետևանքները հասկանալով, այդ ամբողջություն դիտելով, պետք է արդեն որոշումներդ փոխես, ընդունես, որ դու սխալ ես այսօրվա սխալ որոշումը։ Տեսեք, մեր մոտ կարծեք թե հիմա որոշակի դրական ինչ-որ մթնոլորտ կամ որոշումների հնարավորություններ են ձևավորվում նույն այդ թրիպով սկսված նույն տարբեր երկրների հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր ստորագրելով, որոնք դեռևս իրենց արդյունքը միգուցե մենք չենք տեսնում, տալիս է չենք տեսնում, բայց այնուամենայնիվ այդ գործընթացը շարունակում է։ Սա հուսադրող չէ, տեսեք, հավելեմ նրան նաև մի ուղղակի մասնավոր բան, որ փետրվարին Հայաստան պետք է գա ամենափոխնախագահ Վենսը, ոչ միայն Հայաստան, այո, նաև Ադրբեջան, այնուամենայնիվ որոշակի թե հաշտեցման այս ամեն ինչը չեն ստեղծում, ինչ որ մի խոչընդոտ, որ ինչու իլյուզիա, միգուցե եւ իրական խոչընդոտ, որ հետագայում Ադրբեջանը չասենք, որ մտքից ամբողջությամբ հանել է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ տրամադրվածությունը կամ գործողությունների պլանները, բայց այս ամենը խոչընդոտ են նրան։ Իսկ եթե օրինակ ամերիկյան վարչակազմ փոխվի, կարող է ընդհանրապես Թրամփի անունը ճանապարհից վերցնել այդ թեման փակվի, կարող է թե չէ։ Այսինքն մենք կրկին կարճաժամկետ ինչ որ բաներով ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը առնվազն 5 տարով էր։ Ու այդ 5 տարին էլ չկայացավ, չեղավ։ Իրենք շատ ավելի շուտ դուրս եկան, Արցախի ամբողջական էթնիկ զտում տեղի ունեցավ։ Այսինքն քո սխալներից ոչինչ չսովորել, քո հետ տեղի ունեցած փաստացի ցեղասպանությունից ոչինչ չսովորել ու ասել ինչ որ բարի դյադյաներ գալու են ինձ պահեն, էլի շատ լավ է այդ միջնորդությունը, բայց դրանից օգտվել է պետք։ Օգոստոսի 8-ից այսքան ամիս է անցել։ Այդ ընթացքում խելացի աշխատանքը կարող էր բերել բոլոր հայ գերիների ազատ արձակմանը։ Իսկ մենք ինչ ենք անում, գնում ենք 4 անմեղ գերու դիմաց, 2 սիրիացի ահաբեկի չենք տալիս, ու ասում ենք դա իրար հետ կապ չունի։ Ինչ չարեցին, խելացի ասելով, որ քայլը կնպաստել, որ բոլոր գերիներին Ադրբեջանը բաց թողեր։ Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը ասում է, ձեր համար կարևոր են, չէ՞, 23 գերիները, եթե ես ասեմ, բաց կթողնի։ Դուք իմ հետո էլ ասում եք WhatsApp-ից համար ունեք, խնդիր ունենաք զանգեք։ Ես օրինակ բարձի բանը չի, ես արդյունքով եմ ասում։ Արդյունք կասա իմ համար առաջնահերթ է։ Գնա մի ամիս հետո այդ մարդիկ գան, որտեղ դա իմ հանրության վրա սարսափելի ազդեցություն է թողնում։ Իմ հանրության մեջ խնդիր կա այդ առումով։ Իսկ դուք չեք կարծում, փորձագետ լինելով հանդերձ, ծանոթանալով այդ ամեն ինչին եւ նաեւ ինչ որ ժամանակ իշխանության մեջ լինելով հանդերձ, որ հենց այնպես Ադրբեջանը սիրույթին չի տա եւ միգուցե այնպեսի պահանջ է դնում, որ Եթե մենք այդքան հզոր միջնորդ ունենք, ես կարծում եմ մենք հզոր միջնորդ ունենք, որը ուղիղ, այսօր Թրամփը ուղիղ Ալիևին ասի այդ մարդկանց ազատ արձակել, չի արձակելու Ալիևը։ Այսինքն այդ խնդիրը համեմատ հնարավոր էսկալացիա շատ ավելի փոքր խնդիր է, չէ՞։ Այդ խնդիրը եթե չի կարողանում լուծել ենթադրաբար, ուրեմն այն խնդիրն է լուծելու։ Իսկ ձեր կարծիքով Ռուսաստանը կարող է ազդել Ալիևի վրա այդ հարցը, ինչու՞։ Ոչ, որովհետև նախ իրենց հարաբերությունները որոշակի խրթին պահեր կան, երկրորդն Ռուսաստանը որևէ հետաքրքրվածություն չունի այդ առումով։ Ամերիկան է այսօր միջնորդական դեր խաղում, Ամերիկան է ամբողջ տեղեր հանդես գալիս նաև որպես քրիստոնյաների պաշտպան, իսկ այդ մարդիկ թիրախավորում են հայ լինելու եւ նաև քրիստոնյա լինելու համար, դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, հենց դուք Արման Թաթյանյանն տվեցինք ժամանակին, երբ ինքը միպ էր եւ այդ զեկույցներին ծանոթ եմ, օրինակ մարդկանց վրա վառում էին խաչը եւ այլն, այսինքն թիրախավում նաեւ կրոնական կոմպոնենտով Ռուբեն Վարդանյանի ընտանիքն էր ահազանգել, որ նրան այս թեմաները օգտագործելով եւ հաշվի առնելով Թրամփի նկատմամբ Ալիևի շատ զգուշավորությունը, ամեն երկրորդ նախադասություն Թրամփի գովքն է։ Այդ ամբողջը հաշվի առնելով ես կարծում եմ Ամերիկան այս պահի դրության միակ ռեալ ուժն է, որը կարող է դրդել, որ այդ հարցը շատ արագ հանգուցի։ Դուք նաև ձեր խոսքից սկզբում ասացիք, որ ռուս-ամերիկյան քննարկում կամ կոնսենսուս այս տարածաշրջանի վերաբերյալ, ինչու ռուս-ամերիկյան։ Այո, մեր դեպքում ինչու ռուս-ամերիկյան նման կոնսենսուսի դեպքում ինչ որ բան կլուծվի։ Թե ամերիկյան, տեսեք, դուք ասում եք Ռուսաստանը չի կարող ազդել Ադրբեջանի վրա, ամերիկան կկարողանա, եթե ամերիկան նման հզոր է, ինչու ինչին է պետք Ռուսաստանի հետ ինչ որ համաձայնության գալ Հայաստանի կամ տարածաշրջանի վերաբերյալ։ Ամերիկան
նախ չես համեմատի, ասենք այդ Ադրբեջանը ինչ պետություն է, որ Ամերիկայի խոսքից այսօր չազդվի։ Ամերիկացիները այսօր տեսեք թաբեր երկրներում օպերացիաներ են իրականացնում, ինչի մասն է խոսքը։ Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան կոնսենսուսին, ես այն առումով եմ ասում, որ ոչ թե դու դառնաս մրցակցային տարածք խաղացողների մեջ, այլ դու դառնաս կոնսենսուսային տարածք ամերիկյան որոշակի օգնությամբ, օժանդակությամբ գնալով նաև բանակի մոդեռնիզացիայի։ Դուք խոսում եք խաղաղությունից երկարաժամկետ, առանց հզոր բանակի դու ոչ մի խաղաղություն չես կարող քո համար ապահովել։ Այսինքն նույն 20 թվականի սեպտեմբերի 27-ը չէր լինի, եթե դու պայմանական ասած 20-30 տարի իրապես աշխատեիր հզորացման վրա, քո զինված ուժերի հզորացման վրա։ Տիկին Հայրապետյան, ձեր հետ մի փոքր չստացվեց զուտ որոշակի կանացի նաև քաղաքականության մեջ հարցեր քննարկել, միգուցե ձեր տրամադրվածությունը, ձեր ամբողջությամբ նվիրված լինել այդ հարցին։ Ես էլ ելնելով ձեր պատասխանից նման հարցեր տվեցի, այնուամենայնիվ քաղաքականության մեջ քաղաքականությունը ինչ է կնոջ համար, դուք եղել եք քաղաքականության մեջ, չեք եղել, հիմա նաև կիսատ եք կամ ընդհանրապես չկաք։ Հայաստանում քաղաքականությունը կնոջ համար ինչպիսի զբաղմունք է։ Իրականում առհասարակ քաղաքականությունը բավականին հետաքրքիր է եւ ես չեմ կարծում կնոջ համար միայն ինքը հետաքրքիր է, եթե դու ունես մտավոր կարողություններ եւ այլն, որտեղ քո մտքերը, քո հնարավորությունները շատ ավելի լավ իրագործես, բայց վերացարկվելով սեռից առհասարակ կյանքը եւ քաղաքականությունը շատ ավելի բարդ եւ բարդ, բայց հետաքրքիր է դառնում այն մարդկանց համար, որոնք ունեն սկզբունքայնություն։ Իսկ քաղաքականության մեջ սկզբունքային լինել դա ամենաբարդ մարտահրավերն է, որ կարող ես ունենալ։ Ես այդպեսին եմ ինձ տեսնում, այդպեսին որոշումներ եմ կայացրել, որոնք օրինակ ինձ բազմաթիվ հնարավորություններից զրկել են, բայց միևնույն ժամանակ ես որևէ բանից դժգոհ չեմ, ես ուրախ եմ, որ ես հենց այդպեսին եմ, այդպեսի որոշումներ եմ կայացնում, դա իհարկե արտացոլվում է նաև քո։ Սիրով եք զբաղվում քաղաքականությամբ սկզբնական շրջանում։ Աշխատում քաղաքականություն կամ Ես շատ ոգևորված եմ նույն ԵԽԽՎ հարթակներում աշխատել, տարբեր այնտեղ բաներ էինք մտածում, բանաձևեր եւ այլն, փորձում առաջ տանել հայտարարություններ, իրապես այն ամենը, ինչ Հայաստանի Հանրապետության օգտին է, ես անում եմ սիրով։ Չգիտեմ, այդտենց մի տեսակ ուրիշ ձևի drive bar օգտագործում չեմ կարող բացատրել, մարդիկ կան, որ գերադասում են ավելի հանգիստ կյանք, այսինքն զբաղվել ինչ-որ գործով եւ այդքան չբարթացնել իրենց կյանքը, բայց ես այդ էներգիան ստանում եմ, երբ որ իմ աշխատանքը կլինի դա ինչ-որ պաշտոնի պարագայում կամ այլ առանց պաշտոնի էլ բարեբախտաբար ես կարողանում եմ օգտագործել իմ գիտելիքները, ծառայեցում է Հայաստանի Հանրապետության շահին, եթե դա այդպես է, դա ինձ համար մեծագույն ձեռքբերում է։ Հաջորդիվ, եթե նորից լինեք падգամավոր, շարունակել եք նույն դրավով, ինչ չեք ուզում լինել, խնդրենք քաղաքական ուժերին, որ ձեր հետ նման բան չկա, բայց ես չեմ ուզում падգամավոր լինել։ Շատ լավ։ Ձեզ մենք ընկալենք որպես փորձագետ, ադրբեջանագետ, պատմական գիտությունների տեխնացու եւ ձեզ ավելի դուր գալիս փորձագիտությամբ զբաղվելու, ինչու՞ չէ նաեւ դասավանդելու, քան թե ինձ չէ, տենց խնդիր չկա, այսինքն իմ գիտելիքը էլի քաղաքականության մեջ ես իմ գիտելիքով եմ մտել, ես ուղղակի որպես ձեռներս թափտալով չեմ գնացել։ Եթե այդ գիտելիքը այդ իրավիճակում մաքսիմալ օգուտ է տալիս, ապա իհարկե կարելի է գնալ այդ ճանապարհով։ Ես դրանից Ես սովորել եմ իմ վախերը ու անձնական հարմարավետությունը մի կողմ դնել իշխող պետության։ Որոշումը վաղուց եմ կայացրել, եթե այդ խնդիրները լինեն միանշանակ ես իմ գիտելիքով մենակ ես երկրին օգուտ եմ տալու։ Շնորհակալություն Տիկին Հայրապետյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր եթերում էր ադրբեջանագետ պատմական գիտությունների տեխնացու Տաթև Հայրապետյանը։